Այս օրերին բողոքի ակցիաներ քննչական կոմիտեի շենքի դիմաց եւ Վանաձոր քաղաքում։ Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին 2025 թվականի մարտի 15-ին ոստիկանության Վանաձորի բաժնում մոտ 1 տասնյակ ոստիկանների կողմից ենթադրյալ ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործով տեղի ունեցող իրադարձությունները մեկը մյուսից ուշագրավ են։ Օր-օրի զարգացող դեպքերի եւ լրատվական դաշտում տեղ գտած մի շարք հրապարակումների ներքո իրավական կարևոր խնդիրներ մնացել են ստվերում։ Ինչ իրական պահանջ ունի տուժող Ուլուբաբյանը, ինչ արկա փաստական հանգամանքներ կան գործում եւ ինչն է պատճառը, որ ենթադրյալ հանցանք կատարած ոստիկաններից որևէ մեկը չի ձերբակալվել։ Ինչ կարևոր բացահայտումներ է կատարում նաեւ այս գործով պաշտպանը։ Սրանք հարցեր են, որոնց անդրադարձը փորձել ենք կատարել ներգրավելով բոլոր կողմերին։ Վանաձորի ոստիկանական բաժանմունքում 6 ծառայողի կողմից խոշտանգված 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանի գործով մարտի 19-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մոտ բողոքի ակցիաներ տեղի ունեցան։ Քննչական կոմիտեից քաղաքացիները պահանջում էին, որպեսզի երիտասարդի ծեծի ենթարկած ոստիկանները կալանավորվեն եւ տեղի ունենա արդար քննություն։ Հիշեցնենք, որ մարտ ամսին Վանաձոր քաղաքում 2 զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք էին գործել արցախցի ընտանիքի վարձակալած բնակարան։ Սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ, ինչից հետո հափշտակել տանը եղած ոսկեղենը։ Տուժողի բարեկամ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանություն են հրավիրել, ըստ իրեն հորդորել ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Բացասական պատասխան լսելով դաժանաբար ծեծի ենթարկել Տիգրանին։ Կանչել էին, ասում էին դու ես կազմակերպել, թե բա դու պրիզնատարի էսարի քեզ կջրինք, այն որ ասում է, ես նենց կանիմ, որ քո անունը չլինի, տենց ուտեից հետո տարել եմ մի սենյակ, խփում էին գլխիս, վզիս, հայհոյում։ Ոնց եղել ալի տարբեր լավրատվա միջոցներում, որ ասել եմ տենց է։ Իսկ փորձել եք ինքնապաշտպանվել։ Չէ, դե բենքանի մոտ ինչ ինքնապաշտպանվեմ։ Իրանց հետ հնարավոր է ինձանից բոյով ջանու ինքնապաշտպանելը որն է։ Ես კი չէի սպասում, որ ինձ կտանեին, դե կծեծեին կամ ինչ-որ մի բան կանեին։ Ասել են, ասում են պրիզնատարի բանը դու ես կազմակերպել, հիշի հն, ես տենց մանրամասները են որ ասում է, ինչ եղել է հետում ասում, հիշի որ դու ես նավոտկան տվել ես արել։ Դեպքի արդիվ քննչական կոմիտեում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Որ Facebook-ում նյութը տարածվեց, որ սենց դեպք է եղել, ստեից մի հատ քննիչ նորմալ մարդ է, անունն էլ Տիգրան, ազգանունը չեմ հիշում, կանչեց բարև ձեզ, ուզում գաք ձեր դիմում բողոքը ներկայացնեք, գնացել ենք ներկայացրել, դե ես գնացել հիվանդանոց թուղթը վերցրել, որ հիվանդանոցում ինչ են նշանակել։ Դեից է գնացենք դատաբժիշկի մոտ։ Դեից էլ հետո եկել է բողոքի տեղը։ Տիգրան Ուլուբաբյանի պաշտպանությունը ստանձնած Ռոման Երիցյանը իր Facebook-յան էջում ներկայացրեց նշված դեպքը, անդրադարձավ ընթացող վարույթային գործողություններին, արձանագրելով, որ տուժող կողմին չեն բավարարում քննության արդյունքներն ու զարգացումները։ Այն աշխատանքը, ինչի միջև հիմա կատարվել է, խոսել, որ քրեական վարույթի շրջանակում կատարվել է ակտիվ նախաքննություն, իմ ըստ ինձ տեղին չէ, այսինքն չեմ կարող հայտարարել, որ քրեական վարույթի շրջանակներում առհասարակ իրականացվել է նախաքննություն, որովհետև այն գործողությունները, ինչ կատարվել է, փաստացի որևէ նպատակ չեն հետապնդել եւ եղել են ինքնանպատակ գործողություններ։ Ի սկզբանե արկա էր ոստիկաններին ձերբակալելու հիմք։ Ի սկզբանե արկա էր քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված ոստիկաններին ձերբակալելու եւ հիմք եւ առիթ։ Մասնավորապես հիմք այնքանով, որքանով որ ականատեսն ուղղակի մատնանշել է ոստիկաններին որպես քրեական օրենսգրքով արգելված արք կատարողի եւ առիթ այն է հանցագործություն արտահայտված խոշտանգման տեսքով։ Ընդ որում խոշտանգման հանցագործությունները բազմիցս նշել եմ այնպիսի հանցագործություններ են, որ ձերբակալումը պետք է հապաղում, այսինքն ընդհանրապես չպետք է հապաղվի այդ ձերբակալման գործողություն։ Ինչու, որովհետև ոստիկանները ունակ են, այսպես ասած, ապացույցները ոչնչացնող իրանք դա այսպես ասած կարելի ասել նաև իրենց մասնագիտական աշխատանքն է ինչ որտեղ, որովհետև նրանց մոտ են գտնվում խոշտանգման հետքերը, նրանց մոտ են գտնվում խոշտանգման փաստը հավաստող ապացույցները, տեսագրությունները, չգիտեմ, բռնություն գործադրելու հետքերը եւ այլն։ Եվ իմանալով
իրենց դեմ նախաձեռնված փաստացի իրենց դեմ նախաձեռնված վարույթի մասին բնականաբար նրանք ոչնչացնելու են այդ ամենը եւ չեն թողնելու որպեսզի կատարված արարքը բացահայտվի։ Ինչ արել մեր քննչական կոմիտեն, միայն 4-5 օր պարզում էր ոստիկանների անձը, սկսած այն բանից հետո, երբ որ ես հրապարակավ արդեն հայտարարել եմ երկու ոստիկանների անձը, տվյալներն եմ անգամ մոռացել, այդ երկու ոստիկանների լուսանկարները հրապարակել, դրանից հետո միայն այդ ոստիկաններին կանչել հարցաքննության, որից հետո նաև Տիգրանի հետ առերեսել։ Հիմա իրանք առերեսումի ժամանակ հերքում են, որ ինչ չեն հայհոյել ու սենց բաներ։ Դե դա պարզ է, որ պետք է հերքեին։ Տիգրանի հետ առերեսման ընթացքում Տիգրանը հստակ տվել է ցուցմունքներ եւ հերքել իրենց ամեն մի ասածան, որ իմ հարցադրմանը այդ առերեսողների իմ կողմից տրված հարցադրման պատասխաններից ավելի քան ակնհայտ էր դարձել, որ Տիգրանի ասածը իրականությանը համապատասխան է։ Ոստիկանները կաշկանդում էին իմ հարցերին պատասխանելուց, փաստաբաններ ինչ որտեղ միջամտում նրանց հարցերին պատասխանում, այն դեպքում, երբ որ քննիչը մի քանի անգամ այդ կապակցությամբ ձևական առումով նկատողություն հայտարարում փաստաբանին, բայց փաստաբանն արդեն իր աշխատանքը կատարում եւ ոստիկանի փոխարեն հարցին է պատասխանում կամ հրաժարվում են հարցին պատասխանելուց եւ այդպես շարունակ։ Դրանից հետո հայտ եկան նաեւ այլ տվյալներ, մասնավորապես Տիգրանը վկայակոչեց վկանների, այսինքն ցույց տվեց վկանների, ովքեր պատրաստ էին ոստիկանների դեմ ցուցմունք տալ, սակայն նրանց միջև հիմա չեն արձակնել։ Տիգրանը ներկայացնեց նաև բռնության հետքեր պարունակող իր շորերը, որում հստակ առկա են բռնության հետքեր, այս մասով նշանակվեց հետքաբանական փորձաքննություն արդյունքները եկել թե չեն եկել, մեզ դեռևս չեն տեղեկացրել։ Այսինքն այս ամենը բավարար հիմքեր էին առնվազն ձերբակալելու համար։ Մենք կապ հաստատեցինք քննչական կոմիտեի հետ դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով։ Մեր հարցերին ի պատասխան քննչական մարմնից պատասխանեցին հետևյալը։ Տիգրան Ուլուբաբյանին առերևույթ խոշտանգման դեպքի արդիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, կատարվում է նախաքննություն։ Ինչ է նշված փորձաքննության մեջ, որ Տիգրանի վրա բռնության հետքեր առկա չեն, նախ Տիգրանի վրա բռնության հետքերը հաստատվում են, անհերքելիորեն հաստատվում են Վանաձորի բժշկական կազմակերպության կողմից տրված համապատասխան փաստաթղթերով։ Նրանք արձանագրել են սալջարդներ, հյուսվածքների կոտրվածքներ եւ այլն։ Այս ամեն ինչը արձանագրվել է Վանաձորի բժշկական կազմակերպության կողմից եւ այդ փաստաթղթերը կան։ Փորձագետն իր փորձաքննության մեջ նշում է, գտնում են, որ այդ տվյալները հիմնավորված չեն։ Այդ ինչի չեն հիմնավորված։ Ինչով է պայմանավորված քո այդ հետևությունը։ Ես, քանի որ ոստիկանները ձերբակալված չեն, գտնում են ազատության մեջ եւ փորձագետը հենց լոռու փորձագետն է, վստահ եմ, որ նրա նկատմամբ տեղի ունեցել միջամտություն։ Ես օբյեկտիվորեն, ոչ թե վստահ եմ, այլ օբյեկտիվորեն ենթադրում եմ, որ տեղի ունեցել միջամտություն։ Այ եթե ոստիկանները լինեին ձերբակալված, ես կասեի միջամտություն չկա։ Բայց լոռու մարզային վարչության պետը կարծում եմ ունի այդ հնարավորությունը փորձագետի վրա ազդելու կամ առհասարակ իր պաշտոնական դիրքն այդ առումով օգտագործելու հարցում։ Այս առաջինը, երկրորդը լավ պայմանական փորձագետը ճիշտ է, այսինքն Տիգրանի վրա միգուցե բռնության հետքեր առկա չէ, չնայած բավարար հետազոտություններ չի կատարել, որպեսզի բռնության հետքեր արձանագրվի, կա թե չկա, ես ավելի շատ հակված եմ բժշկական տվյալներին հավատալու, որովհետև հիվանդանոցը ուներ այդ հնարավորությունը եւ պատշաճ ստուգել է Տիգրանին։ Մինչդեռ փորձագետը ընդհանրապես զննել է Տիգրանին եւ կատարել ընդհանրապես փորձագետները հիմնվում են բժշկական փաստաթղթերի վրա։ Այս պարագայում փորձագետը ոչ միայն հիմնվել է բժշկական փաստաթղթերի, չի հիմնվել բժշկական փաստաթղթերի վրա, այլ նաև հերքել է բժշկական փաստաթղթերում տեղ գտած տեղեկությունները, իրականացնելով ակնադիտական զննություն։ Այսինքն փորձագետը ակնադիտական զննությամբ հերքել է բժշկական փաստաթղթերում տեղ գտած տեղեկությունները։ Սա աբսուրդ է։ Եվ այս առումով մենք խնդրել ենք փորձագետին հարցակնել, որից հետո միջնորդել են կրկնակի փորձաքննություն։ Խոսքը չէր վերաբերում միայն Տիգրանի նկատմամբ բռնություն գործադրելուն, խոսքը վերաբերում էր խոշտանգմանը։ Իսկ խոշտանգումը արտահայտվել է, ինչպես նշել ենք, նրա ծնողների զոհված եղբոր ու հոր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու ձևով, նրան քաշքշելու ձևով եւ նրա կոպիտ է հնչում, բայց նրա վրա թքելու ձևով։ Փորձագետը ինչ անելու, հերքելու է նրա վրա թքել են, հա, հերքելու է, որ նրան քաշել։ Իդեպ բարբերաբար շահարկում է այն թեման, որ Տիգրան Ուլուբաբյանի խոսքերով 2 ժամ նրան ծեծի են ենթարկում։ Տիգրանը ոչ չի նշել, որ 2 ժամից ինտենսիվ եղանակով ծեծի են ենթարկում։ Տիգրանը նշել է, որ 2 ժամ իմ նկատմամբ բռնություն էր գործադրվում։
Նա ցույց է տալիս ին վադավազքան բարձրացել եւ անընդհատ հարվածում էին, ապտակում էին։ Ապտակից այնպիսի հետ չի մնում, որ ասենք, չգիտեմ, մենք չենք ասում Տիգրանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, Տիգրանը այլևս չի կարողացել քայլել եւ այլն եւ այլն։ Տիգրանը մեկ օր անգամ բժշկական կազմակերպություն չի դիմել, որովհետեւ առանձնակի ցավերը չի ունեցել։ Փաստը հարց չի կայանում նրանում, որ Տիգրանին, չգիտեմ, ծեծելով ինչ որի են հասցրել կամ նրա առողջությանը լուրջ վնաս են պատճառել։ Խոսքը վերաբերում է խոշտանգման մասին։ Խոշտանգումը կարող է արտահայտվել նաև հոգեբանական բռնության տեսքով։ Կարող է մարդուն, այսպես ասած, փակել ինչ որ տարածքում եւ նրա նկատմամբ որևէ բռնություն չգործադրել, ուղղակի փակ թողել այդ տարածքում։ Եվ վստահ եղեք, որ եթե 2 օր մնա փակ տարածքում, ապա 2 օրից հետո այդ փակ տարածքում մնալու հետքերը չեն մնա։ Ինչ հետ պետք է մնա։ Կամ այլ եղանակով կարող են խոշտանգումն իրականացնել։ Ինչա փորձագետի խոսքը չէր վերաբերում կրկնում իմ առողջությանը վնաս պատճառ, եթե Տիգրանը հաղորդում տար, որ ինձ ինչ որ քաղաքացի ծեծի է ենթարկել, դա այլ հարց է։ Եթե այդ պարագայում հիմնվենք փորձակնության տվյալների վրա եւ որևէ մեկի մեղադրանք չառաջադրենք, բայց ոչ Տիգրան հաղորդում է, որ ինձ խոշտանգել են։ Այդ խոշտանգումը արտահայտվել է բռնություն գործադրելու, հայհոյելու, ծնողներից հասցեին հայհոյա, մահացած ծնողներից հասցեին հայհոյանք հնչեցնելու, սպառնալիքներ հնչեցնելու, հոգեբանական բռնություն արտահայտելու եւ թքելու տեսքով։ Տիգրան Ուլուբաբյանը ոստիկանության ծառայողների նկատմամբ որևէ բացասական վերաբերմունք կամ տրամադրվածություն չունի, բայց իրեն անհիմն ծեծի ենթարկած ոստիկանության ծառայողները պետք է պատասխան տան օրենքի առաջ։ Գոսպիտալում դե գրանցված որպես ծնողազուրկ, բայց դե օրենը օրամա թեժ տեղեր ա եղել գնացել ենք պատերազմի վաղ կռվելի ինչի ճիշտ նա այդում ասում։ Չէ եղել այս հո չեմ ասում բոլոր ոստիկանների մասին ա խոսքը, չէ 2-3 օր է հավաք ընկրալ ոստիկանեն նորմալ վերաբերմունք ինչ որ մի հատ հենե որ ասում ա մի բան չեն արել, նորմալ մեզի ընդունել են, հո ամբողջ ոստիկանության մասին չի խոսքը, կոնկրետ այդ մասով, որ մարդիկ անհիմն տեղին տարել են, բռնել, տփել, հայհոյել, նորից եմ ասում, եթե տփածը ներնելի ետել է տողու համար, բայց որ անհիմն տեղը մարդին, ես 3 հատ գերեզմանոց ունեմ, մեր Ղարաբաղ թողած, մարդ պետք է հայհոյելու, որ հայհոյում մտածի տենա ինչ ասում հետո նոր ասի։ Ես նորից եմ ասում, եթե ես չհավատայի, որ ես երկրում օրենք գոյություն ունի, արդարություն կա, ես այսքանի համար չէի գնայի։ Հենա ներքին գործերի նախարարը ասում է, որ եթե սուտ ցուսմունք քնի, պատժի, բայց ես գիտեմ, որ ես սուտ ցուսմունք չեմ տվել։ Ես իմ վրա վստահում, ես ինչ եղել է այդ դեպքը պատմում, թե կկարանամ կապացուցեմ, թե չեմ, կարա ապացուցեմ, ես ճիշտն եմ ասում։ Ներքին գործերի նախարարը հենց այդ օրերին անդրադառնալով ենթադրյալ բռնության եւ խոշտանգման այս դեպքերին նշել է, որ իր հանձնարարությամբ իրականացվում է քննություն եւ եթե իրոք տեղի են ունեցել նման դեպքեր, ապա օրենքի համաձայն անձին կենթարկվեն պատասխանատվության։ Սակայն նախարարը նաեւ հավելել է, որ այս պահին փաստացի բռնություն եւ խոշտանգում իրականացնելու մեջ մեղադրվում են այնպիսի ոստիկաններ, ովքեր դեպքից 1-2 օր առաջ աչքի են ընկել ոստիկանի ամբասիր վարքագծով։ Ծառայության ընթացքում մարդկանց կյանքեր փրկել։ Ըստ նախարարի ծառայության հանդեպ նման հարգանք ունեցող ոստիկանների կողմից բռնություն գործադրելը իր համար շատ կասկածելի է։ Այլ կերպ ասած, նախարարը սույն հայտարարությամբ փաստեց, որ ինքն այդքան էլ արժանահավատ չի համարում տարածված տեղեկատվությունը։ Նախարարի այս ռետորական հայտարարությունից հետո եւ ներքին գործերի նախարարությունը եւ քննչական կոմիտեն սույն գործի ընթացքի վերաբերյալ այլևս որևէ հաղորդագրությամբ հանդես չեն եկել։ Ընդգծենք, որ հանրությանը հետաքրքրող եւ արդեն իսկ հանրային հնչեղություն ստացած գործերի մասով պետական մարմինները պարտավոր են ապահովել հանրային իրազեկում, որը տվյալ դեպքում փաստացի տեղի չի ունենում։ Զուտ խնդրանքա որ արդարություն լինի, այդքան մի բան, որ ես էլ մնացած ժողովուրդն է կարանք ստե արխային ապրենք իմանալով, որ մեր ոստիկանությունը էլի վաղը տես չի գալու մարդին անհիմն տեղը բռնի տանի, տանում ես հարցաքննի, հարցեր տուր, բայց դե այն որ ասում եմ մարդին տանում ես բռնում, տփում, տփելով, ուզում ես ինչ որ մի բան իմանաս կամ ասած լես այնքան տփիս, որ ասես, ասա դու ես եղել։ Ինձ այն որ ասում եմ, եթե ես տենց նպատակով ուզեի ամեի հենա, իսկի ոչ բանը չէի ասեի, մի անգամից ես լայվ կմտնեի սկսեի հայհոյելը։ Սպորտ ուզում զուտ որպես օրենքով ոնց մարդիկ պատասխանատվությանը ենթարկում, նույն այդ մարդիկը որ տարել են ինձ ինձ տփել հայոյել, թող այդ մարդիկ են նույն ձևի իրանց օրենքի չափով իրանց պատասխանատվությունը կրին։
այդքան մի բան։ Քանի դեռ պետությունը չի կարողանում ապացուցել, որ խոշտանգում տեղի չի ունեցել, ուրեմն գործում է խոշտանգում տեղի ունենալու կանխավարկած, այսինքն գոյություն ունի այդպիսի կանխավարկած, եւ պետք է առաջնորդվել հենց այդ կանխավարկածով։ Թող բարձի վերջում, որ ոստիկանները կապ չունեն։ Տիգրանը այդ պարագայում սուտմատնության համար պատասխանատվություն կկրի, բայց դուք ոստիկաններին չեք ձերբակալում, որևէ գործողություն չեք կատարում, հետո վերջում էլ վարույթ կարճելու եք ապացույցների բավարարության հիմքով։ Ես կրկնում եմ, ոստիկանները ակտիվորեն հիմա ոչնչացվել շարունակում են ոչնչացնել ապացույցները։ Օրինակ, ինչ է նշանակում լոռ մարզային վարչության տեսագրությունները միայն on-line ռեժիմով են աշխատում։ Այդ ինչ է, on-line ռեժիմով աշխատելու իմաստը ո՞րն է։ Իմաստը on-line ռեժիմով աշխատել, այսինքն մենք չունենք հիմա հնարավորություն ֆիքսելու, երբ է Տիգրանը մուտք գործել ոստիկանությունը, երբ է այնտեղից դուրս եկել։ 7 ժամ Տիգրանը առանց ձերբակալվածի կարգավիճակ ունենալու գտնում էր ոստիկանությունը։ Հիմա էլ հայտարարում է Այո, հիմա էլ հայտարարում են, որ այդ ժամանակահատվածում նրա նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկում օպերատիվ հարցման տեսքով։ Եվ ինքը այդ ժամանակում ցանկացած ժամանակ կարող էր հելնել եւ դուրս գալ։ Ոստիկանը առերեսման ընթացքում ինձ ասում էր, նա ձերբակալված չէ, կարող էր հելնել եւ դուրս գալ։ Հեռախոսը մոտներ, կարող էր ինչ-որ մեկին զանգել։ Տիգրանը պնդում է, որ իր հեռախոսը ձեռքից վերցել են, երկրորդը ես ոստիկանի հարցնում եմ, այդ դուք օպերատիվ հարցում կատարելիս միշտ թողնում եք, որ ինչ-որ մեկը հելնի եւ դուրս գա։ Լավ, մարդը հնարավորություն էր դուրս գալու, բան չի դուրս եկել։ Ինչու՞ միջև հիմա քնիչ չի ստանում զանգերի տվյալները եւ տեսնի, որ քնիչ եթե հեռախոսն իր մոտ էր գտնվում Տիգրանի, ապա ինչու զանգերին չէր պատասխանում։ Կամ արձանագրենք երբ համտնել, երբ հա դուրս եկել։ Այդ օպերատիվ հարցումների կապակցությամբ կազմած արձանագրությունների Տիգրանը ինչու՞ չի ստորագրել։ Ինչ է առհասարակ իրականացել 7 ժամ մարդու հետ ոստիկանությունը ինչ էի քանում։ Մարդը 15:30 մտել է ոստիկանություն, 11 անց քանի դուրս է եկել։ Այդ ընթացքում ինչ էի քանում ոստիկանություն Տիգրանի հետ։ Ու դուք իրոք հավատում եք, որ Տիգրանը այդ ժամանակահատվածում ուներ դուրս գալու հնարավորություն, սակայն դուրս չէր գալիս։ Նա ինքը իր կամքով է այդքան ժամանակ։ Մարդ իր կամքով 7 ժամ մնացել է ոստիկանություն, սա է ոստիկանների տրամաբանությունը։ Շատ չանցած փաստաբան Ռոման Երիցյանի նկատմամբ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Փաստաբանի խոսքով վարույթի նպատակը մեկն է՝ լրացնել իրեն։ Իր նկատմամբ սկսվել է վարվել պատժողական քաղաքականություն եւ հիմքը դրվել է հենց մարտի 19-ին, երբ որ ինվեստորներից մեկին բարի բուն իմաստով ստիպել են ներկայացնել հաղորդում իմ դեմ։ Ես առաջին անգամ եմ իմ փաստաբանական գործունեության ընթացքում տեսնում, որ քաղաքացին հաղորդում ներկայացնի ներքին գործերի նախարարության, այսինքն նախարարությունում ներկայացնել հաղորդում, ընդ որում երեկոյան ժամը 8-ին, այսինքն այն ժամանակահատվածում, երբ որ քննչական կոմիտեի դիմաց առաջին անգամ կազմակերպվել է հանրության մասնակիցների հավաք, բողոքի ակցիա իրականացվել ընդդեմ քննչական կոմիտեի վարած նախաքննության։ Ընդ որում այդ կնոջը ցուցադրում են ուղիղ եթերը, այսինքն տեսագրությունը եւ ասում խոսքը այլ իր մասին է, Ռոման Երիցյանի մասին է, հաղորդումը գրում, կնոջը պահանջում ստորագրել։ Մի խոսքով դրա հիման վրա նաեւ հետագայում տարբեր քաղաքացիներից փորձում հաղորդում վերցնել, սակայն նկատելով, որ իրենց գրանցած միակ հաջողությունը դա ընդհանրեն այդ կնոջ ներկայացված հաղորդումն է, հավաքագրում են ինչ-որ փաստաթղթեր, հիմարություններ կամ ինչպես իրենք են անվանում օպերատիվ տվյալներ եւ փոխանցում քննչական կոմիտե։ Դե քննչական կոմիտեն էլ իր քննիչի միջոցով նախաձեռնում է վարույթ։ Ճիշտ այդ վարույթի շրջանակներում ես դեռևս անգամ չեմ հարցակնվել, բայց վստահեցնում եմ, այդ վարույթի շրջանակները մինչ այս պայատեղի են ունեցել այնպիսի ապօրինություններ, որոնց մասին խոսելն անգամ ավելորդ եմ համարում։ Վարույթը նախաձեռնվել է գույքային վնաս պատճառելու հիմքով։ Փաստաբանի խոսքով քաղաքացին, ում ցուցմունքի հիման վրա նախաձեռնվել է ենթադրյալ քրեական վարույթը, ժամեր շարունակ անցկացրել է քննչական կոմիտեում։ Վարույթը նախաձեռնվել է իբրև թե գույքային վնաս պատճառելու եւ խարդախության հիմքով։ Մինչդեռ խարդախություն կամ գույքային վնաս պատճառելու գործողություն վարակել փաստաբանական ծառայությունների մատուցումը ես խոսք չեմ գտնում անգամ այդ մասով ասելու, մանավանդ այն պայմաններում, երբ որ ես շարունակում եմ հանդիսանալ այդ կնոջ փաստաբանը, շարունակում եմ նրան ծառայություն մատուցել, այսինքն ինչ այդ կինը գտնում է, որ ես իրեն վնաս եմ պատճառել, բայց շարունակում է ինձնից փաստաբանական ծառայություն պահանջել։ Եթե դուք վստահ եք որևէ մի փաստաբանի ձեր այս կամ այն իրավական խնդիրը, հետո նկատեք, որ այդ փաստաբանը ձեր նկատմամբ վատ է վարվել կամ ձեր նկատմամբ առհասարակ հանցանք է գործել։ Միթե դուք շարունակելու եք այդ փաստաբանի հետ համագործակցությունը ձեր։ Միթե դուք չեք ասելու ես փոխում եմ իմ փաստաբանի, բայց ես շարունակում եմ հանդիսանալ այդ կնոջ փաստաբանը եւ ասեմ ավելի, երբ որ քննչական կոմիտեից այդ կնոջը հրավիրում են, այդ կինը որպես փաստաբան քննիչի մոտ իմ հետ ցանկանում ներկայանալ։ Ես ուղղակի նրան բացատրում եմ, որ ես չունեմ ձեր հետ գալու հնարավորություն, որովհետեւ
ձեզ կանչում են իմ դեմ ինչ-որ մեղադրանք ներկայացնելու հիմքեր ստեղծելու նպատակով։ Երբ որ իմ գործընկերն է նրա հետ ներկայանում, նրան վարույթից հեռացնում են ինչ-որ մտածածին եւ գոյություն չունեցող անտրամաբանական ու անհիմն պատճառներով։ Ես քննչական կոմիտեին եւ ներքին գործերի նախարարությանը հրապարակային եղանակով բազմիցս հայտարարել եմ, որ իրենք գործ ունեն փաստաբանյալ, ոչ թե ինչ-որ քաղաքական գործչի հետ։ Իրենք պետք է պատկերացնեն, որ իրենց կատարված աշխատանքի նման աշխատանքներ կամ իրենց նման պաշտպանյալներ ես արդեն ունեցել եմ, ասեմ ավելին ունեցել եմ նաև իրենցից ավելի վատ արարքների մեջ մեղսագրված պաշտպանյալներ։ Եվ հետեւաբար ես ավելի քան լավ եմ տիրապետում այն գործողություններին, որոնք նրանք կատարել կամ պատրաստում են կատարել իմ նկատմամբ։ Կրկնում եմ, ես քաղաքական գործիչ չեմ, ես փաստաբան եմ, ես զբաղվում եմ իմ մասնագիտական գործունեությամբ։ Եվ եթե իմ մասնագիտական գործունեության ընթացքում ինձ փորձում են այս կամ այն եղանակով խոչընդոտել, գոնե թող այդ աշխատանքները այնպես կատարեն, որ դա իմ համար նկատելի չլինի։ Այսինքն անում են այն ամենը, ինչը ես առօրյայում ամեն օր դրա հետ առնչում եմ կամ այս կամ այն անձին այդ առումով պաշտպանում եմ։ Օրինակ, սկսած այդ գաղտնալսումներից եւ ավարտված իմ դեմ հաղորդում ներկայացնելուն, հորդորելուն կամ իմ դեմ ցուցմունքներ կորզելուն կամ այս կամ այն արարք կատարելուն։ Այնքան պրիմիտիվ կամ դպրոցական մակարդակի աշխատանք են կատարում, որ սա ինձ համար ոչ միայն իմ մոտ ոչ միայն զայրույթ, այլ նաև ծիծաղ է առաջացնում։ Ներկայացնելով ենթադրյալ խոշտանգման դեպքը եւ ըստ փաստաբանի հենց այդ խոշտանգման դեպքը բացահայտելու ուղղությամբ տարված գործողությունների դեմ իր նկատմամբ հարուցված քրեական գործի մանրամասները, փաստում ենք, որ սույն գործով եւ քննչական կոմիտեն եւ ներքին գործերի նախարարությունը հստակ դիրքորոշում են ներկայացրել անաչառ եւ բազմակողմանի քննություն իրականացնելու վերաբերյալ։ Մեզ մնում է միայն հավելել, որ մենք հանրությանը հետաքրքրող այս թեմայի զարգացումներին լինելու ենք հետևողական եւ հետագա քննության արդյունքները ներկայացնելու ենք մեր հեռուստադիտողներին։ Վանաձոր քաղաքի Տերյան փողոցում հնչած կրակոցների հետևանքով մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ։ Քաղաքի հենց կենտրոնական հրապարակում 10-15 րոպե տևած վիճաբանության հետևանքով խաթարվել էր բնակիչների անդորն ու ստեղծվել վախի մթնոլորտ։ Հնչած կրակոցներից հետո մասնակիցները դիմել էին փախուստի։ Լոռու մարզային քննչական վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումներն ի վերջոտվեցին իրենց արդյունքները։ Բացահայտվեց տեղի ունեցած դեպքն ու հայտնի դարձան հանցավոր միջադեպի մասնակիցների ինքնությունները։ Հունվարի 6-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզի կենտրոնական փողոցում։ Կրակոցների հետևանքով Վանաձոր բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի մարմնական վնասվածքներով։ Օպերատիվ տեղեկությունների համաձայն Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա Տերյան փողոցի խաչմերուկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն եւ ծեծկրտուք էր տեղի ունեցել, որի ժամանակ մասնակիցներից մեկը կրակոցներ էր արձակել։ 2025 թվականի հունվարի 6-ին Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի բնակիչներից մեկը ահազանգել էր ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Վանաձոր քաղաքի Տերյան փողոցում հավաքված են մոտ 15 անձինք եւ կրակոցի ձայներ էր լսել։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել Լոռու մարզային քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները եւ Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալը եւ քննչական խումբը։ Տեղում ձեռնարկված քննչական եւ վարույթային, ինչպես նաեւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Վանաձոր քաղաքի Տերյան եւ Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկում նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում հանդիպել էին մի կողմից երկու եղբայրներ, մյուս կողմից երկու ընկերներ եւ գումարային հարցերի շուրջ նրանց միջև վիճաբանություն էր առաջացել։ Վիճաբանության ժամանակ եղբայրներից մեկը գրպանից հանել էր ռազմամթերք հանդիսացող մոթորճանակը եւ կրակոցներ արձակել ընկերների ուղղությամբ։ Իսկ ընկերները իրենց հերթին այդ վիճաբանության ժամանակ ծանր մարմնական վնասվածք էին պատճառել եղբայրներից մեկին։ Դեպքի ողջ մանրամասները ֆիքսել էին տարածքում առկա տեսախցիկները, որոնց զննությամբ, ինչպես նաև իրականացված մի շարք քննչական վարույթային գործողությունների արդյունքում բացահայտվեցին ենթադրյալ հանցանք կատարած անձանց ինքնությունները։ Ձեռնարկված վարույթային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում որոշումներ կայացվեց եղբայրներից մեկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի առաջին մասով սպանության փորձ, հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Եվ միջոցառումներ ձեռնարկվեցին այդ անձին հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ այդ անձիկ դեպքի վայրից դիմել էին փախուստի։
Այդ անձը չհայտնաբերվեց, այդ անձի նկատմամբ հայտարարվեց հետախուզում եւ միջնորդություն ներկայացվեց Լոռու մարզի առաջինացիան ընդհանրավետության դատարան, նրա նկատմամբ խափանմիջոց ընտրվեց կալանքը։ Մյուս եղբոր նկատմամբ որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, այն է խուլիգանություն խմբի կազմում, նրա նկատմամբ խափանմիջոց ընտրվեց տնային կալանքը։ Մասնակիցներից մեկը ձեռքի վնասվածքով դիմել էր Վանաձոր բժշկական կենտրոն, սակայն հայտնել, թե վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով։ Ընկերներից մեկը նույն օրը դեպքի վայրից դիմել էր Վանաձորի բժշկական կենտրոն ձեռքի թափանցող վնասվածքով եւ հայտարարել էր, որ վնասվածքը ստացել է Վանաձոր քաղաքում Շեբենի վրա վայր ընկնելու հետևանքով։ Այդ անձը հանցանք կատարած լինելու անմիջական օրենսակաց հիմնավոր կասկածի առկայությամբ նույն օրը ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել եւ ներկայացվել էր վարույթն իրականացնող մարմին։ Վիճաբանության մասնակիցներին առաջադրվել են մեղադրանքներ։ Վարույթն իրականացնող մարմինը որոշում էր կայացվել այդ անձին ձերբակալելու մասին եւ նրա նկատմամբ որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով կրկին խուլիգանություն խմբի կազմում հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նույն օրը միջնորդություններ ներկայացվեցին Լոռու մարզի ընդհանրավետության առաջինացիանի դատարան եւ նրա նկատմամբ խափանմիջոց ընտրվեց տնային կալանքը։ Այնուհետև ձեռնարկված լայնածավալ գործողությունների արդյունքում պարզվեց, որ եղբայրներից մեկը, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի, ստացել էր ծանր մարմնական վնասվածք, աչքի կորուստ։ Նշանակվեցին համապատասխան փորձաքննություններ եւ եզրակացությունները ստանալուն պես ընկերներից մեկի մեղադրանքը փոփոխվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Այն է խմբի կազմում մեկ ուրիշին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը։ Նրա մեղադրանքը փոփոխվեց, խափանմիջոց արդեն իսկ ընտրված էր, խափանմիջոց չփոփոխվեց։ Նախաքննությունը շարունակվում է վիճաբանությանը մասնակից այլ անձանց հայտնաբերելու եւ սույն քրեական գործի ողջ մանրամասները բացահայտելու ուղղությամբ։ Պլանավորված գողությունը ոչ միայն չստացվեց, այլև վերաճեց ավելի լուրջ հանցանքի կատարման։ Տղամարդիկ պլանավորել էին Բաքում կայանված ավտոմեքենայի մարտկոցը հափշտակել, սակայն տանտերերը նկատել էին եւ վերջիններից միջև սկսվել էր վիճաբանություն։ Թեժ վիճաբանությանը հաջորդել էր ծեծկրտուկ, որից հետո ենթադրյալ հանցանքը պլանավորած անձանցից մեկը պայթուցիկ սարք էր նետել տանտերի ուղղությամբ։ Իսկ թե ինչ է հաջորդել այս տեսարանին, կիմանանք արդեն տեսանյութով։ 2025 թվականի մարտի 1-ի գիշերը երկու տղամարդ ցանկացել էին գողանալ Բաքում կայանված ավտոմեքենայի մարտկոցը։ Գողությունն ավարտին հասցնել չէին հաջողել, սակայն տանտերերի հետ ունեցել էին լուրջ լարված վիճաբանություն։ Վիճաբանությունը ավարտվել էր պայթուցիկ սարքի գործադրմամբ։ Քրեական վարույթը նախաձեռնվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, նույն օրենսգրքի 335-րդ հոդվածի առաջին մասով եւ 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Դեպքը եղել է հետեւյալ կերպը ստացված նախնական տվյալների, ուրեմն 54-ամյա եւ 34-ամյա տղամարդիկ նախնական համաձայնություն ձեռք բերելով գողություն կատարելու համար 54-ամյա տղամարդը օժանդակություն է ցուցաբերել 34-ամյա տղամարդու հանցանքը կատարելու ու ավարտին հասցրելու համար նրա, այսպես ասած, անվտանգությունը պահելով փողոցի կողմից, որ այլ անձինք չնկատեն նրան, 34-ամյա տղամարդը մտել է ծածկի տակ, որտեղ կանգնված է մեր տուժողի ավտոմեքենան, դուրս է բերել էլեկտրական մարտկոցը եւ նավագարկիչը, բայց հանցագործությունը ավարտին չի հասցրել, ինչի պատճառով տուժողը նկատել է իրենց պատշգամբից։ Տուժողը նկատելով պատշգամբից մոտեցել է նրան, հարցրել թե ինչ է անում, ինչ որ պատճառաբանություն է բերել։ Երկրորդ անգամ է մոտենում, որ արդեն դուրս բերված իրերը հափշտակի, ավարտի։ Հիմա էլ տուժողի կնոջ նկատմամբ, տուժողի կինն է նրան նկատում։ Կինը տան անդամներին տեղեկացնում է, որ հանցավորները չեն հանդարտվել եւ ցանկանում են ավարտին հասցնել նախապես պլանավորված հանցավոր արարքը։ Տուժողի եւ 34-ամյա տղամարդու միջև սկսվում է վիճաբանություն։ Վեճի ժամանակ յուրաքանչյուրը մեկ հարված են հասցնում
մեր մեղադրյալին ներկայիս արդեն դիմումա փախուստի հարվածների համար պատասխան ստանալու պարզաբանում կատարելու նպատակով որոշ ժամանակ անց նույն գիշերը վերադառնում է ու պատասխան մեկ անգամ կրկին հարված ստանալուց հետո պայթուցիկ սարք են հետում տուժողներից մեկի ոտքերի տակ, որտեղ ներկա են գտնվում տուժողի հարսը, հղի դուստրը եւ որդին։ Բարեբախտաբար սարքի գործարկման հետևանքով տան անդամները մարմնական վնասվածքներ չեն ստանում։ Պայթուցիկ սարքը պայթում է այն դիրքով, որ բեկորները չեն վնասում նրանց, ոչ մեկ վնասված չի ստանում, բայց տարածքը ամբողջությամբ վնասվածքներն առաջանում բեկորային տարբեր տեսակի։ Կատարվել է դեպքի վայրի զննում անմիջապես գիշերային ժամին, այնուհետև ցերեկային ժամին լրացուցիչ զննում, հայտնաբերվել են բեկորներ, նշանակվել է համալիր պայթունատեխնիկական եւ նյութագիտական փորձաքննություն։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, անձանց ներկայացվել է մեղադրանք։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, նշանակվել է դատապրանքագիտական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է։ Դեռևս ապացույցների հավաքման փուլում են։ Նշված մեր ենթադրյալ հանցանք կատարած անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ներկայացվել է մեղադրանք։ Նախաքննությունը շարունակվում է դեպքի բոլոր մանրամասները բացահայտելու ուղղությամբ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հանցագործությունների կանխման լավագույն տարբերակը իրավագիտակից հասարակությունն ունենալն է։ Դիտեք մեր հաղորդումը, կիսվեք ձեր իրավական խնդիրներով եւ վստահ եղեք, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։